Ասում են իբրև երկնում կապուտակ, կամ իլուսեղեն սիրուն ապարանք, այնտեղ եթերքում ամպերի գլխին ամուր անսասան կանգնած է նամին, նրա դռներին պահնորդ չէ հսկում, ոչ մոտից անցնող, ոչ ձայն է լսվում, միայն դյութական ամրոցի միջին տաշտն առաջին չոքած է մի կին, խմոր է հունցում և բազուկները վերև են քաշած մինչ արմունկները, խմոր է հունցում և անուշ երգում, որ փափկահնչյուն լռին եթերքում, անոսր այերը թեթև տատանում, կամաց հեռանում է անհետանում, ահա համրընթաց ձյունափայլ ճերմակ, ամպերը կտրած միմյանց քամակ, ինչպես գնայուն լեռներն ահագին, ունկնդիր են այն քաղցրալուր երգին, այն հրաշագեղ կին երկնաբնակ ունի երկու հատ գեղեցիկ զավակ, և ահա կանչեց իր սիրուն զույգին, ձայն տվեց թե չէ դուրս եկան կողքին, աղջիկ է մեծը, անունն Արեգակ, նմանը չկա երկնքում հրեշտակ, աչքերը սև, մազերը գանգուր, հոնքերը կեռ, ասես մի թուր, իսկ փոքրը տղա, անունը Լուսնյակ, շարմաղ ինչպես ձյուն, իրավ լուսունակ, ապա թե խոսեց մայրը լուսածին, գնացեք որդիկ, Արեգակ, Լուսին, մեկդ գիշերը, մյուսդ ցերեկը, լուսավորեցեք խավար աշխարհքը, դեհ բավական է, գնացեք որդիկ, հերիք խավարում խարխափեն մարդիկ, ես ցերեկը կերթամ, ասաց Լուսնյակը, լուսավորելու խավար աշխարհքը, և այնտեղ ինչ որ տեսնեմ նկատեմ, կգամ քեզ մայրիկ, մին կպատմեմ, վահ չէ, ես պիտի գնամ ցերեկը, խոսեց վրդովված սիրուն Արեգը, մի՞թե աղջիկը կշրջի գիշերը, որոշիր խնդրեմ մայրիկ մեր դերը, լսիր իմ Լուսին, չէ խելոք ես դուն, հորդորեց մայրը յուր համառ որդուն, Արեգն աղջիկ է, նա կվախենա, դու քաջ տղա ես, գիշերը գնա, սակայն Լուսինը պպին էր կանգնել, սիրուն քրոջը չուզեց զիջանել, և այդ ժամանակ մայրը լուսածին բարկացած դարձավ համառ Լուսնյակին, բավական Լուսին, պատանի դու վես, գնա քո գործին, հեռացիր աչքես, գնաց Լուսնյակի երեսին սիպտակ, խմորոտ ձեռքով զարկեց մի ապտակ, խռովեց Լուսինն ու լացակնքաց, դուրս եկավ իսկույն իր գործին գնաց, բայց ապտակ կերած օրվանից դեսը, խմորոտ է նրա քիթն ու երեսը, սակայն ամաչկոտ Արեգակն այժմ էլ մարդուց էր քաշվում ցերեկով շրջել, և ահա մայրն արևին տվեց մի բուռ ասեղ, այսպես պատվիրեց, հրեղեն աչքեր թե որ նայեն քեզ, այս ասեղներով նրանց կծակես, արևը շիկնաց մեծ ապարանքից դուրս եկավ երկինք ամպի արանքից, նայեց աշխարհքին կենսատու շռայլ, իջավ լուսացավ երկիրը մռայլ, և զվարթացավ բնությունն ամեն, բայց մինչև այսօր ոչ մի հրեղեն չէ կարող նայել նրա լույս դեմքին, աչքեր է ծակում, ասեղ կա ձեռքին, մեկը ցերեկը, մյուսը գիշերը, ջոկ կատարելով իրանց դերերը, երկար ժամանակ իրար չտեսան, սաստիկ կարոտով տանջվել սկսան, և տվեց Աստված իրարից բաժան, քույր ու եղբորը մի ժամ տեսության, այդ տեսակցության ժամին կարոտած, քույրն ու եղբայրը գրկում են միմյանց, իսկ քույր ու եղբայր երբ որ գրկվում են, մարդիկ միառժամ լույսից զրկվում են։ Այս ստեղծագործությունը Հովհաննես Թումանյանը գրել է 1887 թվականին, իսկ եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի ավելին իմանաք հանճարների և նրանց ստեղծագործությունների մասին։